Եվ պարոն Օհանյան շատ է արծացվում ազգային ժողովի անվանից տարողական մեքենաների հարցը, ակնարկում են, որ ձեր խմբակցության ղեկավարը թող իրենից սկսեն, մեքենաները հանձնեն եւ այլն։ Ինչ կասեք այս մասին, որովհետեւ քիչ առաջ նաեւ ազգային ժողովի միջանցքում այստեղ Գեգամ Մանուկյանի եւ Սիսա Գաբրիելյանի միջև վեճ տեղի ունեցավ, բանավեճ, որ շատ փոքրոգի են գտնվում եւ ձեզ ամեն անգամ ստիպում են սարքի միջով անցնել, որը ձեր համար առողջական խնդիրներ է ստեղծում։ Ընդհանրապես այս մոտեցումը ԿՊ-ի, հա, ձեր նկատմամբ ոնց եք բանանում, որտեղ ոչ մեքենայով են թույլ տալիս այստեղ գալ, ոչ էլ փաստորեն թույլ են տալիս առանց սարքի անցնել, որպեսզի ձեր պրոթեզը չփչանա։ Եվ անձնական առումով եւ նաեւ իմ անցած ճանապարհով ես երբևիցե իմ կուրծքը չեմ ծեծել, չեմ թմբկահարել որևիցե մի բան վերաբերող արժանինքներին, կատարել եմ այն, ինչ կատարում են բոլոր պատգամավորները, ճիշտ է, պրոթեզի առումով լավ կլիներ, որ այդ սարքի միջով չանցնեի, որովհետև որոշակի ազդեցություն է ունենում, որովհետև իմ պրոթեզը էլեկտրոնային է եւ այդ ազդեցության ենթարկում է։ Ինչ վերաբերում է մեքենաներին, մեքենայով օրինակ ես ի սկզբանե մտնում էի ազգային ժողովի տարածք, հիմա արգելել են, չեմ մտնում, ոտքով եմ անցնում, նորմալ, ինչպես մնացած պատգամավորները, բայց միևնույն ժամանակ ասեմ, որ ընդհանուր ծառայական մեքենաների բաշխման, կրճատման, ավելացման խնդիրը մեկ մարդու գործ չէ, ինչպես դա օրինակ իրականացրել է կառավարության ղեկավարը, կարծում եմ, որ մեր անցած տարիների փորձը, որ մենք աշխատանքային խումբ էինք ստեղծում, որոնք ուսումնասիրում էին, ում է անհրաժեշտ մեքենա, ում համար ծայրահեղ անհրաժեշտություն է, մանավանդ բանակում, որ եւ աշխատանքային խումբը յուրաքանչյուր այսպես կառույցում լինելով ուսումնասիրում էր տեղում եւ տալիս առաջարկություն։ Եթե խոսքը գնում է ծառայական մեքենաների կրճատման, ապա մենք տեսնում ենք, որ այդ բառը ես երբևիցե օգտագործած չկամ, բայց պատվետապետություն հասկացության շրջանակներում է, տեսնում ենք, որ ղեկավար կազմը, որքան մեքենան, որքան ուղեկցող մեքենաներ ունեն, այդ ուղեկցող մեքենաների գրեթե կեսը կարող էին չլինել։ Նրանք խոսում են այլ երկրների հետ համեմատվում, բայց կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության պայմանները մեզ պետք է ստիպեն, որպեսզի մենք ավելի քիչ օգտագործենք անձնականի համար, ավելի շատ օգտագործեն տվյալ ատրիբուտները, մեքենա, չգիտեմ, պահպանություն, այսպես կոչված ախրանա եւ այլն, որովհետեւ ի վերջո թիկնազոր նկատի ունեմ քիչ պետք է օգտագործել, որովհետեւ ի վերջո ցանկացած պաշտոնյա մեկ օր արդեն պաշտոնյա չի լինելու, դրա համար իրանց համար դժվար է լինելու, օրինակ իմ նման, այսպես միայնակ շրջել, քայլել եւ այլն։ Շնորհակալ եմ շատ։